Բարև բոլորին, այս դասի ընթացքում մենք կծանոթանանք CorelDRAW վեկտորային խմբագրչի ներսում կիրառվող պրիմիտիվների կառուցմանը։ CorelDRAW-ում պրիմիտիվները դասակարգվում են մի քանի խմբերով և տեղակայվում են աշխատանքային պատուհանի ձախ հատվածում։ Դրանք են ուղղանկյունաձև պրիմիտիվները, էլիպսաձև պրիմիտիվները, բազմանկյունները և այստեղ ինչպես տեսնում ենք առանձնացվում են նաև հիմնական ստանդարտ պրիմիտիվները, սպիրալներ, բազմանկյուններ և այլն։ Սկսենք ուղղանկյուն պրիմիտիվներից։ Ուղղանկյուն նկարելու համար օգտագործում ենք rectangle կամ прямоугольник և ուղղանկյուն գծելու համար նախ անհրաժեշտ է, որ այս գործիքի ցուցիչը քաշե ստեղծվող պատկերի անկյունագծով, ինչպես տեսնում ենք, և բաց թողնելուն պես արդեն մեր ուղղանկյունը կառուցվում է։ Ուղղանկյունը կառուցելուն պես նկատում ենք, որ այստեղ մեր ուղղանկյան վերաբերյալ տվյալներ են ստացվում, այսինքն նրա համապատասխանաբար չափերն են գրվում և ինչպես տեսնում ենք շրջանակի այս հատվածում կենտրոնում նախ գտնվում է այսպիսի նշման ցուցիչ, որն ունի թեք խաչի տեսք և եզրագծման շրջանակը այս 8 նշանակետերից կազմված խումբն է, որն էկրանի վրա ցույց է տալիս ընդգծված պատկերի կամ պատկերների չափերը։ Ինչպես տեսնում ենք, վերևում նաև ունենք այլ գործիքներ, այսինքն, որի միջոցով մենք մեր ուղղանկյանը կարող ենք անկյունների կորություն տալ։ Եթե այս նշված հատվածում մենք միլիմետրերը փոխենք, ինչպես տեսնում ենք, այս վերևի անկյունում համապատասխանաբար կլորանում է մեր ուղղանկյունը և եթե նույնը այստեղից անենք, տեսնենք, որ տեղի է ունենում ներքևի ձախ անկյունում։ Սա էլ արդեն համապատասխանաբար վերևի աջ անկյունն է և ներքևի աջ անկյունը։ Այստեղ թվերը փոխելով մենք արդեն կլորացնում ենք դրա անկյունները։ Էլիպսաձև պրիմիտիվների դասն են պատկանում էլիպսը, որտեղ որ նույն կառուցման ձևը նույնն է, այսպես նշելով մենք կառուցում ենք էլիպս, ինչպես տեսնում ենք արդեն էլիպսի հատկություններին համապատասխան փոխվում է մեր property բառի, այսպես ասած, գործիքաշարը։ Հաջորդը դրանք բազմանկյուններն են, օրինակ մենք հիմա կառուցեցինք հնգանկյուն և ցանկացած պրիմիտիվ կառուցելիս ուշադիր եղեք, որ փոխվում է այստեղ property բառը, եթե մենք հիմա այստեղ փոխենք թիվը, ինչպես տեսնում ենք, մեր հնգանկյունը դարձավ 6 անկյուն և համապատասխանաբար այն մեծացնելով տեսնում ենք, որ մեր բազմանկյունը մեծանում է և համապատասխանաբար փոքրանում է, օրինակ այն դարձրեցինք եռանկյուն։ Այստեղ ունենք մենք նաև մի քանի հետաքրքիր պրիմիտիվներ, օրինակ սպիրալն է, որ պարուրներ է, այսպես ասած, և մենք պարույր ենք գծում, այստեղ մենք կարող ենք դրա գծի հաստությունը փոխել, այստեղ կարող ենք տալ, թե քանի շրջանագիծ, այսպես ասած, այն պարուրվի։ Կարող ենք նաև այստեղից ընտրել ստանդարտ պատկերներ, օրինակ սա շրջան էր գծում, կարող ենք նաև ընտրել աստղ և մեզ արդեն անհրաժեշտ ցանկացած
պրիմիտիվ մենք կարող ենք կառուցել այս 3 գործիքներից օգտվելով։ Թե ինչ այս դասին մենք ծանոթացանք պրիմիտիվներին, դրանց տեսակներին, դրանց կիրառման ձևին և հատկություններին, այս դասի համար այսքանը, շնորհակալություն։